Գոր Համբարձումյան ոտքի կանգնեք, ներկայացեք ձեր անունը։ Գորմերի Համբարձումյան 1988-04։ Դատավճռում նշված են ձեր կենսագրական տվյալները, ճիշտ են այդ տվյալները, որը բան փոխվել է այդ տվյալները։ Ձեր ակնոցը օպտիկական է, օպտիկական։ Լավ, որպես ձեր պաշտպան ներկայացել է Վահե Մակյանը։ Բարձր նստեք։ Եվ Մարատ Պողոսյանի մասով ըստ էության բողոք չի ներկայացվել, բողոք չի դրվել։ Ճիշտ այս մասը որևէ հայտարարություն կա անվան, չկա։ Լավ, հանրային մեղադրողի վերաբերյալ նախորդ դատականիստին համապատասխան փաստաթուղթը հրապարակվեց։ Դատանը պարզաբանում է, որ դատականիստի նախագահի դատավոր Հարություն Պետրոսյանը դատավորել են պարոն Մակար Կիրակոսյանը եւ պարոն Սերժ Համբարձումյանը։ Նախորդ դատականիստին իմ կողմից ներկայացվեց կազմաձևավորվելու ընթացակարգը, այժմ անհրաժեշտ է համավորելուց մեկ տեղեկություն հայտնել, մասնավորապես պաշտոնավարել եմ Արարատ եւ Այսօրի մարզերի ընդհանուր երաժշտության դատարանում որպես դատարանի նախագահ եւ այդ ժամանակահատված ընթացքում մեկ կամ երկու անգամ հեռախոսային խոսակցություն եմ ունեցել Մեղադրել Դավիթ Համբարձումյանի հետ, նկատի ունենալով, որ դատարանի նստավայր Մասիս քաղաքում եւ Մասիս քաղաքի նստավայրի հարակից տարածքի բարեկարգման հետ կապած առաջացել են որոշակի հարցեր։ Այս մեկ-երկու հեռախոսային խոսակցությունն է եղել, որը չի վերածվել մտերիմ հարաբերությունների կամ ջերմ հարաբերությունների կամ ընկերական հարաբերությունների եւ ինձ չի կաշկանդում սեն գործով բազմակողմանի լրիվ եւ օբյեկտիվ քննություն իրականացնելու եւ օբյեկտիվ որոշումը կայացնելու։ Սակայն անհրաժեշտ համարեցի այս տեղեկությունը հայտնել նաեւ կողմերին։ Կողմերը նախագահ դատավորին, դատականիստերի կարգավորին եւ դատավորին ինքնաբացակ հայտնել մի շփոթություն ունեն, մեղադրող չկա։ Պաշտպանական կողմը չկա մի շփոթություն։ Դատանը անցնում է դատաքննությանը, հրապարակվում է կայացված դատական ակտի էությունը։ Մասնավորապես Երևան քաղաքի առաջին հերթին ընդհանուր իրավասության քրեական դատարանի 23/01/2020 թվականի դատավճռով վճռվել է ճանաչել եւ վարչակել մեղադրել Արմեն Ռաֆիկի Մամուլյանի անմեղությունը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական ազգի 225-րդ նախատեսված հանցանքի կատարման մեջ Արմեն Մամուլյանի նկատմամբ քրեական հետապնդում դադարեցնել եւ նրան արտարացնել հեղափոխական արարքը նրա կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ։ Հայաստանի Հանրապետության դեմս ֆինանսների նախարարությունից օգուտ Արմեն Մամուլյանի բանականձել 2 միլիոն դրամ որպես փաստաբանի ֆելոնի վարձատրության գումար։ Դատավճիռի օրինական ուժը մտնելուց հետո Արմեն Մամուլյանի նկատմամբ կիրառած խափան միջոց 500,000 դրամ գրավի չափով գումարը վերադարձնել գրավատուին կամ վերջինիս կողմից դիազորված անձին։ Ճանաչել է վարչակել Կարեն Կարապետի Ռոհանյանի անմեղությունը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական ազգի 225-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ Կարեն Հովանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել եւ նրան արտարեցնել մերսագրով արարքի նրա կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ։ Դատավճիռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Կարեն Կարապետի Ռոհանյանի նկատմամբ կիրառած խափան միջոցը 1 միլիոն դրամի չափով գրավը վերադարձնել գրավատուն։ Վերջակել մեղադրել Արմեն Հակոբյանի անմեղությունը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական ազգի 225-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ Արմեն Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդում դադարեցնել եւ նրան արտարացնել հեղափոխական կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ։ Դատավճիռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Արմեն Հակոբյանի նկատմամբ կիրառված խափան միջոց 1 միլիոն դրամի չափով գրավը վերադարձնել գրավատուն։ Ճանաչել է վարչակել մեղադրել Գոր Խաչատրյանի անմեղությունը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական ազգի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ Գոր Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում դադարեցնել եւ նրան արտարացնել մերսագրով արարքը նրա կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ։ Դատավճիռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Գոր Խաչատրյանի նկատմամբ կիրառած խափան միջոցը 1 միլիոն դրամի չափով գրավը վերադարձնել գրավատուն։ Դավիթ Մերի Համբարձումյանի մեղավոր ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական ազգի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ եւ պատիժ նշանակել ազատազրկում 6 տարի 3 ամիս ժամկետով։ Քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառում նշանակված պատժին հաշտացել
Դավիթ Համարցյանի 2018 թվականի մայիսի 30-ից մինչև 2018 թվականի հունիսի 2-ը, այնուհետև 2018 թվականի հուլիսի 6-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 17-ն անազատության մեջ գտնվելու 2 ամիս 14 օր ժամկետը եւ վերջնական պատվի նշանակել ազատագրություն 6-ից 16 օր ժամկետով։ Դավիթ Համարցյանի նկատմամբ կիրառված խափամիջոց փոփոխել եւ վերջինս նկատմամբ որպես խափամիջոց կիրառել կանոնի 5 միլիոն դրամի չափով գրավի գումարը վերադարձնել գրավատուին կամ վերջինիս կողմից լիազորված անձին։ Խափամիջոց կալանքի մասով դատավճիռի կատարումը հանձնել է հանրապետական ոստիկանության ՕԿՎ պետին եւ ՀՀ քրեակատարական ծառայությանը։ Դավիթ Համարցյանի նկատմամբ նշանակված պատժի սկիզբը հաշվարկել վերջինիս փաստացի արգելանքի վերցնելու պարից։ Պատիժը պետք է կրի արտադրության նախարարության համապատասխան քրեակատարական հիմնարկում։ Գորգ Մերի Համարցյանի մեղավոր ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական ազգի 258 3-րդ մասի առաջին կետի պատասխանատվության հանցանքի կատարման մեջ առանց պատիժ նշանակելու քրեական պատասխանատվության ենթարկելու բաղանության ժամկետին հանցած լինելու օրենքը։ Դատավճիռի օրինական ուժի մտելուց հետո Գորգ Համարցյանի նկատմամբ կիրառված խափամիջոց 2 միլիոն դրամի չափով գրավը վերադարձնել գրավատուին։ Դատավճիռով լուծվել է նաև իրավեն ապացույցների եւ արտավարդային փաստաթղթերի հարցը։ Նշված դատավճիռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել դատախազության Երևան քաղաքի դատախազության հավաքական պետերանը, ով նշելով համապատասխան պատճառաբանությունները միջնորդել է Երևան քաղաքի առաջինացիան ընդհանուր երաժշտական դատարանի հիշեր դատավճիռը Արմեն Մամուլյանին, Կարեն Օհանյանին, Արմենակ Հակոբյանին եւ Խաչատրյանին 1804-2003 թվականի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով արդարացնելու Գորգ Մերի Համարցյանի մեսագրով արարքը 1804-2003 թվականի քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով որակելու, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառված խափամիջոցները վերացնելու մասով տեկանել եւ վարույթի նյութերը փոխանցելու ընդհանրական այլ կազմող նոր քննություն։ Դավիթ Մերի Համարցյանի նկատմամբ որպես արիենտրանքային խափամիջոց կիրառված 5 միլիոն դրամի չափով գրավի գումարը գրավատուին կամ վերջինիս կողմից լիազորված անձին վերադարձնելու մասով դատավճիռը տեկանել եւ փոփոխել։ Դավիթ Համարցյանի նկատմամբ որպես արիենտրանքային խափամիջոց կիրառված 5 միլիոն դրամ գրավի գումարը դարձնել պետության եկամուտ։ Առաջին այցանի դատանի հիշած դատավճիռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև մեղադրել Դավիթ Համարցյանի եւ Գորգ Համարցյանի պաշտպան Վահե Մակյանը, մեղադրել Դավիթ Մերի Համարցյանի պաշտպաններ Գրանիկ Պապայանը եւ Արման Կարապետյանը, ովքեր նշելով համապատասխան պատճառաբանությունները խնդրել են Դավիթ Մերի Համարցյանի եւ Գորգ Մերի Համարցյանի մասով լեկանել Երևան քաղաքի առաջին այցանի համերասին քրեական դատարանի 2025 թվականի հոկտեմբերի 23-ի հիշել դատավճիռը կայացնելու դատական ակտ Դավիթ Համարցյանի եւ Գորգ Համարցյանի առաջադրած մեղադրանքներում արդարացնել, վերջիններիս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել, Դավիթ Համարցյանին անապահով ազատել կալանքից։ Առաջին այցանի առաջին պահանջի մերժման դեպքում Դավիթ Համարցյանի նկատմամբ նշանակված պատիժը մերժվել եւ ՀԱԺ 01-11-2018 թվականին ընդունված է Երևանի հիմնադրման 2801 եւ Հայաստանի Առաջին Հանրապետության Անկախության հռչակման 101-ի կապակցությամբ քրեական գործերի հանրում հայտարարելու մասնավորենքի համաձայն Դավիթ Համարցյանին ազատել պատժից կամ նշանակված պատիժը պայմանավորել չկիրառել։ Պաշտպանները բողոքին կից ներկայացրել են նաև միջնորդություններ, խնդրելով ազատությունից ըստ պաշտպանների ձևակերպման ապօրինի զրկված մեղադրել Դավիթ Համարցյանին անապահով արձակել կալանքից, հետազոտել Հովհաննես Բաղրամյանի կողմից ներկայացված Արարատի մարզի Հովտաշատ եւ Հանրիստ Գյումրի խաչմերկում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ գործի նյութերում առկա տեսակցություն։ Առաջին այցանի դատարանի հիշած դատավճիռի դեմ վերաքննիչ դատարանը բողոք է ստացել նաև Դավիթ Համարցյանի պաշտպան Տիգրան Աթանասյանի կողմից պաշտպանը վկայակոչելով համապատասխան պատճառաբանությունները խնդրել է սույն վերաքննիչ բողոքն Դավիթ Համարցյանի նկատմամբ որպես խափամիջոցով դրված կալանքը վերացնել եւ նրան անապահով ազատ արձակել։ Երևան քաղաքի առաջին այցանի ընդհանրության քրեական դատարանի հիշյալ դատավճիռը Դավիթ Համարցյանի մասով տեկանել եւ այն փոփոխել եւ նրան առաջադրած մեղադրանքում ամբողջությամբ արտարացնել կամ քրեական գործը Դավիթ Համարցյանի մասով ըստ տարածքային ընդդիմության ուղարկել Արարատի եւ Ղազարի մարզերի առաջին այցանի ընդհանուր իրավասության դատարան սահմանելով նոր քննության ծավալները։ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքները վարույթ ընդունելու մասին որոշման գտել է, որ պաշտպանել Վահե Մակյանի
Գայանե Պապյանի և Արման Կարապետյանի միջնորդությունները ըստ իրենց ձևակերպման ազատությունից ապօրինի զրկված մեղադրել Դավիթ Համբարձումյանի կալանքից անապահ ազատ արձակելու և Հովհաննես Կարապետյանի կողմից ներկայացված 22.04.2018 թվականի Արարատի մարզի Հովտաշատի Լայանես գյուղերի խաչմերուկներում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ գործունեությունների արտատեսակություն հետազոտելու մասին պետք է քննարկել դատական նիստում վարորդի հանրային և մասնավոր մասնակիցներին, այդ թվում մեղադրել Դավիթ Համբարձումյանին, նաև ենթարկել ոչ բաժակ վարկագիր դրսևորելու կամ չդրսևորելու մասով հնարավորություն ընձեռելով դրանց վերաբերյալ հայտնելու դիրքորոշումներ։ Նկատի ունենալով, որ ներկայացվել է, ինչպես արդեն բարձրացվեց, մեղադրել Դավիթ Համբարձումյանի նկատմամբ տված կատանշոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն, ինչը ենթակա անապահ քննության, դատանը քննարկման առարկայով դարձնում նշված միջնորդությունը։ Միջնորդությունը ներկայացնելու համար խոսքը տրվում է պաշտպանական կողմին, ձեր մեջ որոշեք միջնորդությունը ներկայացնել և ներկայացնել։